Բարի առավոտ։ Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, այսօր հունիսի 19-ն է, օրը 5-շաբթի, կարծես թե շաբաթը մոտենում է ավարտին, Ինչ արագ է անցնում, շատ արագ, իհարկե, նաև օրերն են շատ արագ անցնում, չնայած երկարել են, բայց կարծես թե շաբաթը սկսվում է այսօր, ավարտվում վաղը։ Այո, իսկապես այդպիսի տպավորություն է։ Բայց ամեն դեպքում ունենք այս օրը 5-շաբթին, որը շատ հատկանշական է, որովհետև առանձնացրել ենք շատ հետաքրքիր թեմաներ ձեզ համար։ Newmake հրատարակչությունն արդեն 5-րդ անգամ հրավիրում է իր ամառային փառատոնին։ Փառատոնը տեղի կունենա հունիսի 21-ին ու 22-ին Երազ այգում։ Այս անգամ փառատոնը կներկայանա բոլորովին նոր կոնցեպտով՝ գինի, գիր, ջազ։ Այո, այսինքն ոչ միայն գրքեր կլինեն, այլ նաև գինի եւ ջազ, ֆանտաստիկ գրքարատ փառատոնային օրեր են բոլորի սպասվում, շատ հետաքրքիր զրույցներ են ունենալու, բայց իհարկե առաջարկում եմ Արման մինչ զրույցներին անցնել օրվա թեմաները ներկայացնելը, պատմենք մեր օգտակար համեղ գործընկերոջ մասին։ Այո։ Սիրով ներկայացնում ենք Պանացեան, բրենդ, որն արդեն շուրջ 30 տարի է առաջարկում է առողջարար ու բնական կաթնամթերք, որի վառ ներկայացուցիչն է Նարինե բիոպրոդուկտը։ Պանացեան առաջինն է Հայաստանում, ով սկսեց արտադրել լակտոզա չպարունակող կաթ եւ յոգուրտ, այն դարձնելով հասանելի բոլորին։ Բոլոր մթերքները պատրաստվում են բնական բարձրորակ կաթից, խստորեն վերահսկող պայմաններում իհարկե առանց որևէ արհեստական հավելումների։ Դա է պատճառը, որ Պանացեան վստահության արժանացած ընտրություն է հայկական ընտանիքների համար։ Եվ ի դեպ բրենդը շարունակվում է ընդլայնվել, ներկայացնելով նաև ընտանեկան կիսաֆաբրիկատներ, սիրնիկներ, խաչապուրի, պելմենի եւ այլն։ Պանացեա, սեր առաջին գթալից։ Իսկ մենք շարունակելով եթերը, սիրելի հեռուստադիտողներ, նշենք, որ նախ այսօր մեր հյուրերի հետ բացահայտելու ենք Newmake հրատարակչության 5-րդ ամառային փառատոնը, որ առաջին անգամ միավորել է ամառային փառատոնն ու Երազի գիրք մանկական փառատոնը, եւ այնուհետեւ մեր հյուրերի հետ նաեւ զրուցելու ենք շատ հետաքրքիր մասնագիտության մասին։ Շատ արդիական, այո։ Թեմայի մասին ենք զրուցելու եւ մասնագիտությունը, շուկայագիտություն։ Այո։ Երևանի պետական համալսարանի շուկայագիտություն մագիստրոսական կրթական ծրագրի մասին է զրույցը լինելու, որը ուսանողների համար շատ կարևոր նորություններ ունի։ Այսօր 5-շաբթի է, իսկ դա նշանակում է, որ Բարի լույսի եթերում սպասված վարպետը եւ Մարգարիտան խորագիրն է լինելու նաեւ։ Մեր գործընկերներ էքստերիերի մասնագետներն ամեն ինչ գիտեն վերանորոգման մասին եւ այսօր եւս շատ հետաքրքիր զրույցներ ու օգտակար խորհուրդներ կլսեք հենց մասնագետներից։ Յուրաշատ հագեցած եթերի ընթացքում, եթե ժամանակ ունենք, որովհետեւ մեզ մոտ միշտ բովանդակալից է, մենք հիմնականում ուզում ենք հասցնել ամենակարևոր ինֆորմացիաները ձեզ տեղ հասցնել եւ լինում է, որ չենք հասցնում օրինակ մշտական էջերը թերթել։ Հուսով ենք կհասցնենք թերթել մեր մշտական էջերն այսօր։ Թելադրի ժամանակը մեզ։ Թող եւ թելադրի տարինց թևերիդ առին ժամանակ։ Ես եթե ունալուց շատ եմ վախենում, մենք չենք վախենում, ամեն բան կարգին կգնա հուսով եմ։ Սակայն իհարկե այս ամենից առաջ նախ պետք է պարզենք ինչ է Արման, օրվա բաղադրատոմսը, դու գիտես չէ՞ որ մերս մոտ մեքսիկական շաբաթ է հայտարարված եւ դեռ շաբաթը իր ավարտին չի մոտեցել, դեռ մեր խոհանոցում մեքսիկական բույրերն են տարածվելու, բայց իհարկե կարծում մինչև Սաթենիկին ողջունելը ներկայացնենք մեր մյուս համեղ գործընկերոջը։ Ես միշտ հետևել եմ քո կարծիքներին, որովհետեւ դրանք իսկապես համահունչ են եղել եւ մեխային, գիտես։ Աթենք լուսամթերքի ընկերությունը, որը ոլորտի բացարձակ առաջատարն է, կարևոր նորություն ունի։ Մայիսի 26-ից մինչև հուլիսի 6-ը Աթենքի ֆիրմային խանութներից կատարիր 5000 եւ ավել դրամի չափով գնում, որն իր մեջ կներառի առնվազն 1 տուփ կիսաֆաբրիկատ եւ մասնակցիր խաղարկությանն ու ստացիր հնարավորություն շահելու չորանոց, սպասք լվացող մեքենա, Dyson վարսահարդարիչ, միկրոալիքային վառարան, Aerogrill 20 նվեր քարտեր արդյունքից, իսկ խաղարկության ամփոփումը տեղի կունենա հուլիսի 16-ին Աթենքի Facebook-յան էջում։ Հիշիր, հիշեք, դուք արժանի եք լավագույնին։ Մենք արժանի ենք լավագույնին, իսկ լավագույնը սկսվում է առողջ եւ սննդարար
Նախաճաշից Եվ ընդհանրապես առողջ միջավայրը ստեղծում է իհարկե լավագույն վիճակները։ Դե ինչ այս պայն տեղափոխվենք խոհանոց, սիրելի հեռուստադիտողներ, տեսենք թե Սաթենիկը ինչ կհավելի իր կողմից եւ նաեւ կներկայացնի նախաճաշ։ Բարի լույս Սաթ։ Բարի լույս, այսօր մեր խոհանոցով կշարժվենք դեպի արևմուտք։ Մեքսիկա տաք, կրակոտ, շարունակում ենք մեր մեքսիկական համեղ կերակուրները, այսօր պատրաստելու ենք բուրիտո, որի համար հարկավոր է հավի կրծքամիս, բուլղարական պղպեղ, հավի կրծքամիսը իդեպ կարող եք հանգիստ փոխարինել տավարի մսով, հարկավոր է լոբի, կարմիր կամ սպիտակ, որը նախընտրում եք, այս պարագայում որպեսզի ժամանակի մեջ ես տեղավորվեմ, օգտագործել եմ պահածոացված, բրինձը արդեն խաշված է եւ իհարկե համեմունքներ։ Լավաշի մեջ եմ փաթաթելու, դուք կարող եք տորտիլայի մեջ փաթաթել։ Եթե ասում ենք բուրիտո, պատկերացնում ենք մեքսիկական ինչքան կծվություն կա, ինչքան կծու համեմունք ունենք, ես կարող եմ հավաքել եւ տեղափոխվել այնտեղ սխտորի փոշի, այստեղ ապխտած կարմիր կծու պղպեղ, այս մի պղպեղը մի խոսքով, սիրելի հեռուստադիտողներ, հենց այս պահին ամբողջ տեսականին կլինի ձեր էկրաններին, ես էլ սիրով իհարկե կներկայացնեմ Tonya Family Company կողմից առաջարկված բոլոր համեմունքները, որոնք օգտագործելու եմ այսօրվա բուրիտոյի մեջ։ Ձեր էկրաններին է տեսականին ամբողջ Tonya Family Company կողմից առաջարկված։ Ես կօգտագործեմ իհարկե սխտորի փոշին, հարգելի հեռուստադիտողներ, շուրջ 20 տարի Tonya Family Company Զալատոյե Ճեստա պրանքանիշի մշտապես թարմացվող տեսականին յուրահատուկ դիզայնը, հարմարավետ ու ժամանակակից փաթեթավորումը դարձնում են Զալատոյե Ճեստա պրանքանիշը ոչ միայն հուսալի ընտրություն, այլ կատարյալ լուծում յուրաքանչյուր խոհանոցում ցանկացած ուտեստի համար։ Չմոռանամ ասել, որ արդեն հասանելի են Մասիսա պրանքանիշի կրուպեղենը։ Ուրախությամբ նշեմ, մեր հեռուստադիտողներին էլ շտապ եմ ուրախացնել, որ արդեն իսկ վաճառվում է բոլորիս կողմից սիրված օգտակար քինոան։ Բացի այս, նաև հրաշալի ակցիա է գործում։ Գնելով 1 տուփ չիայի սերմեր, կստանաք նվեր 1 տուփ քինոա։ Սիրով նշեմ նաև, որ առաջին անգամ շուկայում նոր առաջարկ Զալատոյե Ճեստա պրանքանիշի կողմից շեֆ խոհարարների եւ բոլոր խոհանոցների համար հատուկ ճիշտ պահպանվող հերմետիկ զիգփականներով 1 կիլոգրամանոց փաթեթներ, որոնք թույլ են տալիս չտեղափոխելով այլ տարաների մեջ պահպանել համը հոտը շատ երկար ժամանակ։ Ինչը համեմունքների համար անփոխարինելի առավելություն է համարվում։ Սա իսկապես հրաշալի լուծում է խոհարարների համար։ Փաթեթները կարող եք գնել խանութներից կամ պատվիրել համագործակցություն զանգահարելով 099 99 04 66 եւ երկրորդ հեռախոսահամարը 094 60 84 14 հեռախոսահամարով։ Բուրիտոյի համար նախատեսված բոլոր բաղադրիչների հետ դուք արդեն հասցրեցիք ծանոթանալ։ Սիրով ներկայացնեմ մեր մյուս գործընկերոջը, խոսքը իհարկե կատնամթերքի մասին է։ Պանայցիայի կողմից առաջարկված, որը մենք արդեն հասցնում ենք ամեն օր վայելել, թե կաթը, թե կատնաշոռը, թե յոգուրտները։ Սիրով ուզում եմ ներկայացնել մեր համեղ, չափազանց օգտակար գործընկերոջը Panacea բրենդին։ Panacea-ն շուկայում է դեռ 1997 թվականից առաջարկելով կաթնամթերք, որը պատրաստվում է միայն էկոլոգիապես մաքուր հումքից։ Օգտագործվում է անարատ կաթ, որը ենթարկվում է լաբորատոր վերահսկողության, իսկ արտադրական գործընթացում մշտապես ներդրվում են նորարարական տեխնոլոգիաներ, ապահովելով կայուն, բարձր որակ։ Panacea տեսականին ներառում է բնական բարձրորակ կաթ, այդ թվում առանց լակտոզի, նարինեի լայն տեսականի, յոգուրտներ, դասական, մրգային, ինչպես նաև հատիկավոր կատնաշոռ։ Այս մթերքները ոչ միայն համեղ են, այլ սննդարար։ Panacea-ն կարևորում է բնական բաղադրության պահպանումը, առանց հավելումների, արհեստական ներկանյութերի կամ գեմեոների։ Այսօր ուզում եմ խոսել կաթի մասին։ Panacea-ն առաջարկում է բարձրորակ պաստերիզացված կաթ 3.5% յուղայնությամբ, առանց որևէ հավելման կամ կոնսերվանտի, իսկ նրանց, ովքեր ունեն լակտոզ անտանելիություն, Panacea-ն ունի նաև առանց լակտոզ կաթ, որը պատրաստվում է նույն պրեմիում հումքից, պարզապես հեռացնելով լակտոզան, առանց ազդելու համի ու սննդարարության վրա։ Այս կաթը դյուրամարս է, հարուստ է կալցիումով, սպիտակուցներով, վիտամին D-ով, այն օգտակար է ոսկորների ամրացման, ատամների առողջության, ընդհանուր լավ ինքնազգացողության համար։ Ինձ թվում է ճիշտ ժամանակն է, որպեսզի շատ արագ տեղափոխվենք հյուրասրահ, Արման, Անահիտ, խոսքը ձերն է, ես էլ սկսեմ բուրիտոյի պատրաստման ընթացքը, համեցեք։ Շնորհակալություն Սաթի, ապա արդեն դեռ չսկսած մեր տաղավարում ինչ որ համեղ բույր է տարածված, ես չգիտեմ դա ինչ իմաստն է, անպայման գովազդի ընթացքում պետք է անցնել խոհանոցով, մի հատ տեսնել եւ հասկանալ։ Այո, կարճատև գովազդներ եթերում։ Նյումեկ հրատարակչությունն արդեն 5-րդ անգամ
հրավիրում էին ամառային փառատոնին։ Սա եւս իհարկե անոնս է որպես այդպեսին, եւ փառատոնը տեղի կունենա հունիսի 21-ին ու 22-ին Երազայգում։ Այս անգամ փառատոնը կներկայանա բոլորովին նոր կոնցեպտով՝ գիր, գինի, ջազ։ Այսինքն ոչ միայն նոր գրքեր, այլ նաև գինի ու ջազ է լինելու ամբողջ իրականությունում։ Այո, եւ բացի այդ առաջին անգամ մանկական երազի գիրք փառատոնը նույնպես միանալ է New Make Summer Fest-ին։ Փառատոնային երկու օրերը կսկսվեն մանկական ծրագրով եւ մի խոսքով նորությունները շատ են։ Դիտենք New Make Summer Fest-ի անոնսը, հետո խոսենք կազմակերպիչների ու մասնակիցների հետ։ Գիր, գինի, ջազ, New Make հրատարակչությունն ու Երազ Projects-ը ներկայացնում են 5-րդ New Make Summer Fest-ը Երազայգում։ Երկօրյա փառատոն եռակի հաճույք։ 2 օր 5 մանկական, 5 մեծերի համար։ Պանելային քննարկումներ, հանդիպում հեղինակների հետ, մանկական հատուկ շոու ծրագիր։ Յուրաքանչյուր ժամ գինու համտես հայկական 6 գինեգործական ընկերություններից, զրույցներ գինու, մշակույթի ու ավանդույթների մասին ու գինու անվճար հյուրասիրություն։ Ջազը կհնչի ամենուր, կենթանի երաժշտություն հայկական ջազի հայտնիների կատարմամբ եւ DJ ջազային միքսերով։ Հանդիպում ենք հունիսի 21-ին 22-ին երեկոյան 5-ին, սկսում ենք մանկական փառատոնով, ներկայացումներով, երաժշտությամբ, գրքերով։ Շարունակում ենք գինու գավաթով, ջազով ու շատ գրքերով։ New Make Summer Fest 2025 հունիսի 21-22 17:00-ից մինչև կեսգիշեր։ Փառատոնի համակազմակերպիչ Երազ Projects, գլխավոր գործընկերներ Հայաստանի ջազ ասոցիացիա, Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամ, Գեսո ընկերություն, գլխավոր հովանավորներ Evoca Bank, Cinema Star Armenia, Dobry հյութեր, հովանավորներ Printing AM, Karl Max Food Service, ինֆորմացիոն գործընկեր Pan.am։ Բարի առավոտ, անոնսից հասկացանք, թե ինչպեսի հետաքրքիր եւ իսկապես մշակութային ու ժամանցային միաձուլում է տեղի ունենալու New Make-ի շրջանակում, իսկ New Make հրատարակչությունն ու Երազ Projects-ը արդեն 5-րդ անգամ հրավիրում են ամառային գլխավոր գրքատոնին, New Make Summer Fest-ին։ Մտապահեք օրերը։ Հունիսի 21-ին եւ 22-ին Երազայգում երեկոյան 5-ից մինչև կեսգիշեր, իսկ թե ինչ է սպասվում փառատոնին կպատմեն մեր հյուրերը։ Զրուցելու ենք New Make հրատարակչության գրական ծրագրերի ղեկավար Անի Հակոբյանի, Ջազի հայկական ասոցիացիայի հիմնադրամի Անի Սողոյանի եւ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանի հետ։ Բարի լույս, բարի առավոտ։ Բարի առավոտ։ Շնորհակալություն հյուրընկալվելու համար։ Շնորհակալություն հյուրընկալության համար։ Այո, մեզ մոտ հյուրընկալությունը որպես գլխավոր դերերում է, մեզ հետաքրքիր է նախ մի փոքր անոնս անենք, հասկանանք ինչ է սպասվում այդ օրը, ինչ է նշանակում գինի, գիր, ջազ, եւ արդյոք սա գրքի փառատոն չէ, ինչպես է այս ամենը միաձուլել իրար։ Գրքի փառատոն է, սկսենք այդտեղից։ New Make-ը հայտնի է որպես ոլորտում, գրական ոլորտում, մշակութային ոլորտում նորարար փորձարկումներով մենք միշտ նոր բեսթսելերներ ենք բերում, շուկա թարգմանում եւ այս նորույթ պահպանելու մեր բովանդակության մեջ որոշեցինք, որ ամառային փառատոնը կարող ենք կազմակերպել մեկ այլ ձևաչափով, որը մեր թիմի համար, մեր ընթերցողների համար կարծում եմ շատ սպասված ու սիրելի կլինի։ Միավորել ենք ջազի եւ գինու ոլորտները գրքի հետ։ Գինին գրքի հետ միշտ ջազը սազում է, այո, ասոցացվում է, գինին սազում է, այնպես որ մենք որոշեցինք, որ միավորելով այս ոլորտները, միավորելով այս ամենի սիրահարներին մեկ տեղում, մեկ ուիկենդին հրավիրելով, մենք կարող ենք ունենալ շատ գեղեցիկ ամառային գրքատոն, որը լցված կլինի գեղեցիկ եւ որակյալ երաժշտությամբ, մարդիկ կարող են ըմբոշխնել հայկական գինիներ, ծանոթանալ նոր գինեգործների հետ։ Իհարկե ջազի եւ գինու մասին իմ գործընկերները ավելի մանրամասն կպատմեն, ես կարող եմ ասել, որ New Make այս փառատոնին ներկայացնելու է 10 նոր գիրք մանկական եւ մեծահասակների համար։ Ունենք նոր բեսթսելերներ, սպասված գրքեր, որոնք արդեն
շարունակություն են, հա, հրատարակված գրքերի եւ ունենալու ենք հետաքրքիր քննարկումներ, գրքի շնորհանդեսներ, հանդիպումներ հեղինակների հետ, մանկական շատ զվարճալի, հետաքրքիր ուսուցողական ծրագիր փոքրիկների համար, այնպես որ երեկոյան 5-ից սկսած այս շաբաթ-կիրակի մայրիկները, տատիկները, պապիկները բոլորի ընտանիքներով կարող են գալի երազայգի, սկսել օրը երեխաների համար ժամանցով, այնուհետև մենք կշարունակենք կինով եւ ջազով լի գրական տոնը։ Անդրադառնանք ջազին։ Անի ինչպես հասկացանք, Նյումեգի ամառային փառատոնի ջազային հատվածը ապահովելու է ջազի ասոցիացիան։ Մի փոքր անոնս տվեք մեզ, թե ինչ կլսեն ջազի սիրահարները։ Նախ ասեմ, որ շատ հետաքրքիր համադրություն է, գրականությունը, գինին եւ ջազը ինքը, քանի որ որոշակի ինտելեկտուալ մտածելակերպի հասարակության համար է, շատ լավ համախմբում է կինո փառատոն, գրքի փառատոնի հետ։ Այս բaragայում փառատոնները շատ են եւ հետեւաբար նորմալ է, որ կարող հատկապես գինին ակտուալ է։ Գինին էլ դա խմիչք է, որը մշակույթ ունի, իր մեջ այս բaragայում 3 մշակութային բաղադրիչները համախմբվել են։ Մեզ սպասվելու է բնականաբար կենթանի երաժշտություն, կենթանի կատարումներ, առաջի օրը հունիսի 21-ին կհնչի Արտյոմ Մանուկյանի տրիոն իրենց հեղինակային ստեղծագործություններով, երկրորդ օրը հունիսի 22-ին լինելու է Dialogue Project-ը, որը ավելի դինամիկ, ավելի երիտասարդության ուղղված երաժշտություն է լինելու, ինքը համախմբում է նաև ջազը եւ որոշակի առումով R&B տարերը։ Նաեւ նորամուծություն են կանելու, լինելու է DJ, որը նվագելու է ջազ ստանդարտներ։ Չնայած մեր հասարակությունը ավելի սովոր է, հա, ջազը կենթանի կատարմամբ լսել, բայց ամբողջ աշխարհում շատ հիմա նոր ոնց որ տենդենց է գնում, նաեւ DJ-ների կատարմամբ, թե վինիլային մշակումներով, թե այլ նաեւ այդ տարբերակով ըմբոշխնել։ Հենց որ այս բaragայում մեզ կսպասվի նաև այդպիսի նոր լուծումներ։ Շատ հետաքրքիր իսկապես համագործակցություն է տեղի ունենում եւ ջազն է ճիշտ ընտրված, որովհետեւ կարող է լինել դասական երաժշտություն կամ մի այլ ժանր երաժշտական, բայց իսկապես ջազը շատ համահունչ է։ Եվ այո, ես գիտեմ, որ Նյումեգը ոչ միայն այս ժանրն է երաժշտական իր հետ թևանցուկ քայլեցնում, եւ խաղաղագործության ու գինեգործության ասոցիացիան եւս գլխավոր գործընկերներից է Նյումեգի, այս դեպքում եւ գիտեմ, որ դուք նաեւ ներկայացնելու եք ոչ միայն հայկական գինիներ, այլ նաև դրա ավանդույթները, պատմությունները, ինչպես եք դուք մասնակցում այս ձևաչափով Նյումեգի փառատոնին։ Իրականում մեզ համար շատ լավ հնարավորություն է ներկայացնել ևս մեկ անգամ հայկական գինեգործության մշակույթը այս հարթակում եւ գիտեք գինեգործությունը վերածնունդ է ապրում, տարի ավելանում են նոր արտադրողներ, որակյալ գինիներ եւ մեզ համար շատ հաճելի հնարավորություն է, այսպես ասած, մասնակցել այս փառատոնին, քանի որ գինին էմոցիա է եւ գիրքներ, ջազներ, էմոցիա է փոխանցում, շատ հետաքրքիր համադրություն կլինի։ Մենք ներկայացնում ենք մեր լավագույն գինեգործական ընկերություններից 5-ին։ Կարծում եմ, որ այցելուները հնարավորություն կունենան բացահայտել նոր ընկերություններ իրենց համար, համտեսել հրաշալի հայկական գինները եւ ինչ ոչ լավ տրամադրություն ունենալ եւ կարծում եմ թեմատիկ միջոցառումները պետք է շատ լինեն, որովհետեւ վերջի տարիներին նաեւ իրադարձային փառատոնները բավականին ակտիվ զարգանում են Հայաստանում եւ մենք շատ ուրախ ենք, որ մասն ենք կազմում այս հրաշալի միջոցառմանը։ Անի փառատոնները շատ են։ Հատկապես ջազ գինի այս միացությամբ ինչով է առանձնանում հենց այս փառատոնը այդ ֆեստերից։ Ջազի փառատոնը, ջազ ֆեստը, գինու փառատոնը, որ վերջերս էր
կարծում եմ մեր ընթերցողներն էլ ակտիվորեն մասնակցել են։ Ինչով է տարբերվում բովանդակությամբ։ Մենք ջազը եւ գինին, ինչպես նախորդին նշեցի, միավորում ենք գրականության հետ։ Այս դեպքում որակյալ ժամանակակից գրականությունը գալիս է ավելի կենտրոնական եւ միաձուլվում է ջազի նոտաների եւ գինուբույրի հետ։ Հիմնականում բովանդակային շեշտադրումը այն է լինելու, որ մենք նույն գինեգործների հետ աշխատում ենք, որպեսզի նրանք էլ հարթակ ունենան ներկայացնելու իրենց գինու տեսակը, մեր այցելուներին պատմելու գինու ավանդույթների պատմության, նաև ինչու՞ չէ օգտվելու, խմելու կանոնների մասին, այնպես որ այս ամենը շատ ուսուցողական է, շատ բովանդակային է լինելու, միայն ժամանցի համար չէ, միայն ըմպելու համար չէ, այնպես որ մենք հրավիրում ենք բոլորին, որպեսզի գան գտնեն իրենց ամռան նոր գիրքը, գտնեն նոր գինի, որը իրենց սիրելին կարող է դառնալ եւ իհարկե վայելեն մեր լեգենդար ջազմենների կատարումները։ Իսկապես այդպես է, ես կարծում վստահ եմ, ինչպեսի հետաքրքիր եւ շատ ժամանցային տրամադրություն է լինելու, գրական ամենակարևորը, խոսելու գրքից, գրքերի հերոսներից հրաշալի է։ Շատ շնորհակալություն հյուրընկալվելու համար եւ շնորհակալություն հրավերի համար եւ մեզ եւ բոլորին հունիսի 21-ին ու 22-ին։ Մենք Newmek Summer Fest-ի մասին էինք զրուցում եւ զրուցում էինք Newmek հրատարակչության գրական ծրագրերի ղեկավար Անի Հակոբյանի, Ջազի հայկական ասոցիացիայի համահիմնադիր Անի Սողոյանի եւ Հայաստանի խաղաղագործության ու գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանի հետ։ Շատ շնորհակալ ենք եւս մեկ անգամ։ Շնորհակալություն, իսկ սպասենք։ Անպայման, իսկ փառատոնը տեղի կունենա այս շաբաթ եւ կիրակի օրերին, հունիսի 22-ին եւ 21-ին Երազայգում երեկոյան 5-ից մինչեւ կեսգիշեր։ Փառատոնը կսկսվի երեկոյան 5-ին մանկական ծրագրով ու կշարունակվի մեծերի համար նախատեսված ծրագրով։ Մասնակիցներին սպասվում է գինի, ջազ երաժշտություն ու իհարկե 10 նոր գիրք։ Այդ գրքերից մեկի թրեյլերը կդիտենք հենց հիմա, տեսանյութը գովազդից հետո կլինի։ Միլիոնավոր մարդկանց կուռքը ուժի ու հաղթանակի, արդարության ու ազնվության խորհրդանիշը։ Ավստրիայի փոքրիկ գյուղից բոդիբիլդինգի մեծ աշխարհ, Հոլիվուդի Օլիմպոս ու նույնիսկ մեծ քաղաքականություն նվաճած լեգենդը։ Արնոլդ Շվարցնեգերը գրել է իր անձնական փորձի, հաջողությունների ու ձեռքբերումների գործնական փիլիսոփայությունը։ Fantastic. Yes, be useful. Ոչ մի պատահականություն Շվարցնեգերնի կյանքի ու կարիերայի հաջողությունը կերտել է հետևողական աշխատանքով, անկոտրում կյանքով ու մեկ հիմնարար սկզբունքով՝ լինել օգտակար։ Լեգենդար բոդիբիլդեր, դերասան ու նահանգապետ Արնոլդ Շվարցնեգերը խորհուրդ է տալիս, թե ինչպես ամբողջությամբ օգտագործել սեփական ներուժը, ազդել ու փոխել քո ու ուրիշների կյանքը։ Կյանքի ու հաջողության համապարփակ ուղեցույց օգտակար լինելու գաղափարը կյանքի փիլիսոփայություն դարձնելու շնորհիվ։ Արնոլդ Շվարցնեգեր, օգտակար եղիր, կյանքի 7 կանոնները։ Գրքի գլխավոր գործընկեր Մանթաշյանց գործարարների ակումբ։ Բարի առավոտ, դիտեցինք բոդիբիլդեր, դերասան, քաղաքական գործիչ Արնոլդ Շվարցնեգերի նոր գրքի անոնսը, գիրքը հրատարակել է Newmek-ը, շնորհանդեսը տեղի կունենա շաբաթ օրը Երազայգում Newmek Summer Fest-ի ժամանակ։ Փառատոնը կտևի 2 օր, շաբաթ ու կիրակի, հունիսի 21-ին ու 22-ին, ինչպես նշեցինք, Երազայգում, եւ այն կսկսվի երեկոյան 5-ին մանկական գրքերով ու ծրագրերով եւ կշարունակվի մինչեւ կեսգիշեր։ Փառատոնին հայկական գինեգործության ընկերությունները կներկայացնեն իրենց գինիների պատմությունն ու ավանդույթները, կլինի նաև գինուհամտես, հայկական ջազի աստղերը կկատարեն իրենց լավագույն կատարումները, իսկ բացի այդ կլինի նաև խաղարկություն ու պանելային քննարկումներ։ Այդ ամենի մասին սիրով կխոսենք Newmek-ի Summer Fest-ի գլխավոր հովանավորը Վոկաբանկի մարքեթինգի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լյուսի Սարուխանյանի ու Newmek-ի կորպորատիվ եւ միջազգային գործունեության ղեկավար Նանե Մանուկյանի հետ։ Բարի առավոտ։ Բարի առավոտ։ Շնորհակալություն հյուրընկալվելու համար։ Իսկապես այդպես է, որ Վոկաբանկը երկար ժամանակ է արդեն Newmek-ի կողքին է, որպես ընկեր, գործընկեր այս դեպքում հովանավոր։ Ինչու է ձեր բանկի համար կարևոր լինել գրական միջոցառումների, մշակութային միջոցառումների կողքին։
Էվոկաբանկի մասնակցությունը Summer Fest-ին արդեն ավանդույթ է դարձել։ Մենք 4 տարի անընդմեջ գլխավոր հովանավորն ենք միջոցառման եւ ուզում եմ նշել, որ ես արդեն չեմ պատկերացնում Նյումեգի Summer Fest-ը առանց Էվոկաբանկի, ինչը երևի լավ է, որ չեմ պատկերացնում։ Ես էլ ինձ արդեն տանն եմ զգում այս ստուդիայում, քանի որ ամեն տարի հավաքվում ենք եւ քննարկում ենք միջոցառումը։ Ինձ թվում է պատճառները շատ ակնհայտ են, ինչու ենք մենք մասնակցում, քանի որ սա ուղղակի միջոցառում չի, ուղղակի ինչ-որ զվարճանքի մասին չի, սա հստակ նպատակ ունեցող միջոցառում է, որի վերջնական նպատակն է, կարծում եմ, ավելի գրագետ հասարակություն ունենալը, ինչը մեր բանկի արժեքների մեջ է մտնում։ Դրա համար մենք սիրով մասնակցում ենք միջոցառմանը, փորձում ենք մենք էլ մեր կողմից գեղեցկացնել այն, իսկ այս տարի ավելի հետաքրքիր ֆորմատով է հանդես գալու Նյումեգը, ինչը կարծում եմ ավելի շատ նոր մասնակիցներ կբերի միջոցառմանը եւ հետաքրքիր կոնցեպտ կունենանք միասին։ Նանե փառատոնի օրակարգը շատ խիտ է։ Պանելային քննարկումներ, երաժշտություն, ամեն ինչ, բայց նաև լինելու է գրական մրցույթ։ Ամփոփվելու է գրական մրցույթ, մի փոքր այս մրցութային մասին խոսենք։ Ես մրցույթին շատ արագ կվերադառնամ, պարզապես Լյուսիի խոսքը շարունակելով, ինչու է մեր համագործակցությունը մեր գործընկերների հետ սովորաբար երկարաժամկետ, որովհետև սա ոչ միայն ու ոչ այնքան, այսպես ասած, բարի կամքի դրսևորում է, որքան խորքային, արժեքային դիրքորոշում, եւ մեր գործընկերների ընտրությունը հենց դրա մասին է խոսում, եւ նրանց միջոցով մենք կարողանում ենք այս արժեքները տարածել ու ավելի լայն սոցիալական շրջանակի ներկայացնել մեր գրքերը, փառատոնները եւ վերադառնալով գրական մրցույթին, ուրեմն Նյումեգը ունի ձմեռային եւ ամառային փառատոններ եւ կարծես ավանդույթ է դարձել, որ ձմեռային փառատոնին մենք հայտարարում ենք մի մրցույթ, ամառայինին հաղթողին ենք հայտարարում եւ հաջորդ ձմեռայինին արդեն հաղթողի գիրքն ենք հրատարակում։ Առաջին նախադեպը Արցախցի գրողների մրցույթներ, Նյումեգը եւ Թովմասյան հիմնադրամը համատեղ ջանքերով ուրեմն հայտարարեցին մրցույթը, հաղթեց Հերմինե Ավագյանը, Արցախցի հեղինակ։ Այո, դրա մասին էստեղ խոսել ենք եւ մենք հրատարակեցինք նրա հրաժեշտի աչքերը պատմվածքների ժողովածուն, ինչը մեծ արձագանք գտավ, առաջին տպաքանակը սպառվեց եւ մենք հանձնեինք առել ամբողջ ընթացքը հրատարակչական, ինքներս հոգալ, թե ծախսերը, թե մասնագիտական, այս օժանդակությունը եւ հասկացանք, որ կարիքը կա մեկ այլ մրցույթի եւ այս ամենը ինչ որ շարունակական ցիկլի մեջ դնելու եւ նախորդ Winter Fest-ին հայտարարեցինք մեկ այլ մրցույթ երիտասարդ գրողներին նվիրված գրական մրցույթ եւ մեզ դիմեցին 20-ից ավելի երիտասարդ գրողներ իրենց գրական արձակ ստեղծագործություններով ու իրականում իսկապես շատ բարդ ընտրություն է ժյուրին կատարել, բայց արդեն ունենք հաղթողին եւ նրա անունը այո հաղթողը մեկն է, բայց լավ ստեղծագործությունները շատ էին, հետեւաբար մենք բոլորին արդեն խրախուսել ենք եւ շարունակելու ենք խրախուսել, որպեսզի շարունակեն, որպեսզի նոր սերնդի նոր ձայները, գրական ձայները հնարավորություն ու հարթակ ունենան ներկայացնելու իրենց ստեղծագործությունները։ Իսկապես ժամանակակից գրականությունը համալրվի, որովհետեւ մեր կողքին իսկապես շատ տաղանդավոր մարդիկ են ապրում։ Բայց ոչ միայն սա, որպես անակնկալ, այլ նաև անակնկալները պատրաստել Էվոկաբանկը 3 եւ ավելի գիրք գնած մասնակիցների համար եւ նաև ֆինանսական գրագիտության մասին պանելային քննարկում է լինելու։ Կպատմեք այս նախաձեռնությունների մասին, ինչպես հասկացաք։ Մինչև պատմելու ուզում եմ ասել, որ Անահիտի վերնաշապիկի ընտրությունը գույնի, ինձ թվում է պատահական չի ստացվել։ Չեմ կարողանում աչքս կտրել վերնաշապիկի գույնից ու թե ճիշտ ընտրված է, ճիշտ երանգի մեջ։ Իսկ ինչ վերաբերվում է մեր միջոցառումներին, մենք ամեն տարի փորձում ենք հետաքրքիր ձև ներկայանալ եւ այս տարի մի հետաքրքիր կոնցեպտով ենք լինելու ներկա միջոցառմանը։ Մենք մեր Instagram-յանում էջում ունենք շարք վիդեոների, որոնք որ կոչվում են Money Talks։ Մեր հյուրերի հետ խոսում ենք փողից, փողի հանդեպ վերաբերմունքից եւ այլ հետաքրքիր թեմաներից եւ որոշեցինք այս կոնցեպտը բերել Summer Fest կունենանք պանելային քննարկում, իրականում գուցե ոչ այդքան ֆինանսական գրագիտության, այլ հենց փողի եւ փողի հանդեպ վերաբերմունքի մասին։ Դա իմ մասին է։ Այո։ Ես պետք է լինեմ այդտեղ, որ հասկանամ ինչպես վերաբերվել։ Ասենք դες անպայման։ Ի վերջո, ինչպես վերաբերվել այդ ու ունենալ ենք տարբեր հյուրեր տարբեր ոլորտներից, որովհետեւ լսենք տարբեր կարծիք, ինչպես պետք է վերաբերվել փողի։ Մեր հյուրերն են Աստղիկը Սահակյան, Հայկը Սիմոնյան եւ Արանջ Հալեբյան։ Կարծում եմ հետաքրքիր զրույց ենք ունենալու, պանելային քննարկում ես եմ վարելու, նաեւ խաղարկություն ենք ունենալու
կունենալու, ինչպես նշեցիք, գիրք գնաց մեր մասնակիցների համար։ 3 գիրք գնաց, այո։ Մեր հաղթողները կշահեն 30,000 դրամ արժողությամբ նվեր-քարտեր, 3-ը նրանցից եւ պատահականության սկզբունքով վերջում, եթե չեմ սխալվում, այո, համերգից առաջ կիրականացնենք խաղարկությունը եւ 3 հոգի կշահի մրցանակները։ Էլի շատ անակնկալներ են ունենալու, բայց դրանք արդեն տեղում։ Այնպես որ սիրելի հեռուստադիտողներ, անպայման պետք է գտնվել հունիսի 21-ին ու 22-ին Երազայգում, որովհետև ոչ միայն հրաշալի գրքերի նոր շնորհանդեսներ, բեսթսելերներ են ներկայացվելու, այլ նաև փաստորեն այսպիսի հրաշալի նախաձեռնություններ եւ անակնկալներ, այո, որոնք որ պատրաստվել են ձեզ համար, սիրելի գրքասերներ եւ ընդհանրապես արվեստասեր մարդիկ։ Շնորհակալ ենք նախ այսպիսի նախաձեռնության, հետո հրաշալի եւ ճիշտ համագործակցության համար։ Նյումեգը գիտի թե ինչ է անում, այնպես որ եւ լավ է անում, այն ինչ անում են։ Շատ շնորհակալ ենք։ Շնորհակալություն ձեզ, Լավոր։ Մենք զրուցում ենք Էվոկաբանկի մարքեթինգի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լյուսի Սարուխանյանի ու Նյումեգի կորպորատիվ եւ միջազգային գործակցության ղեկավար Նանե Մանոկյանի հետ։ Էվոկաբանկը Նյումեգի ամառային գիր, գինի, ջազ փառատոնի գլխավոր հովանավորն է։ Փառատոնը տեղի կունենա այս շաբաթ եւ կիրակի օրերին, երեկոյան 5-ից Երազայգում 2 օրերն էլ փառատոնը կսկսի մանկական ծրագրով, կներկայացվի 5 նոր մանկական գիրք եւ նաեւ հիմա առաջարկում եմ դիտել Kids Fest-ի անոնսը, հետո զրուցենք արդեն մեր հյուրերի հետ այս թեմայով։ Փոքրիկներ, եւ ինչու ոչ նաեւ դպրոցականներ ու նույնիսկ պատանիներ։ Պատրաստվեք, գրքերի մեծ տոնն է մոտենում, բայց հիշեք, սա սովորական փառատոն չէ, սա երազի գրքի տոնն է։ Իսկ դուք գիտեք, թե ինչ է լինելու Երազայգում։ Հիմա իմ ընկերները կպատմեն։ Նոր գրքեր Նյումեգի երազ մատենաշայից ներկայացում հատուկ մեզ համար հետաքրքիր հեքիաթներ, որոնք կպատմեն մեզ հայտնի եւ սիրելի մեծերը, հերոսներ, որոնց դեռ չես հանդիպել։ Երաժշտություն, որ միանգամից ուզելու ես պարել, համեր եղանակնկալներ եւ շատ խաղեր ու գլխապտույտ զվարճանք։ Այո, բեր քո ընկերներին, մեզ հետ ուրախ է լինելու։ Մուտքն ազատ է։ Հունիսի 21-ին, 22-ին, Երազայգի 17:00-ից սպասում ենք ձեզ։ Մեծ պայուսակով կգաք, այնքան շատ գրքեր են լինելու։ Դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, սա էլ արդեն Նյումեգի Kids Fest հատվածը հունիսի 21-ին ու 22-ին այս շաբաթ ու կիրակի Երազայգում Նյումեգը հրավիրում է մասնակցելու իր ամառային փառատոնին։ 10 նոր գիրք, շատ երաժշտություն, գինի, քննարկումներ, հանդիպումներ հեղինակների հետ եւ այսպես փառատոնի մասին զրուցելու ենք Նյումեգ հրատարակչության երազ մանկական մատենաշարի ղեկավար Գոհար Մանոկյանի ու փառատոնի գլխավոր գործընկեր Gesso Production-ի հիմնադիր տնօրեն Գևորգ Մկրտչյանի հետ։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Շնորհակալ ենք հյուրընկալվելու համար։ Շնորհակալ ենք, որ ամեն փառատոնին մենք այստեղից տեղեկացնում ենք մեր փառատոնի մասին։ Մենք սիրով, որովհետև մշակույթը, արվեստը մեզ հետ է եւ մենք անպայման պետք է լինենք դրա կողքին, այլ կյանքի բարձր որակ չենք պատկերացնում։ Արդեն 5-րդ անգամ է Նյումեգը Երազայգում կազմակերպում փառատոնը, բայց այս տարի նաև միացել է Kids Fest-ը։ Այս գործակցության մասին մանկական փառատոնը այնքան է մեծացել, մենք կատակով ասում ենք, որ արդեն հասել է մեծերի փառատոնին։ Մենք կայացել ենք, հասունացել է երազ մատենաշարը եւ կարողանում է արդեն ներկայանալ որպես առանձին փառատոն իհարկե, բայց այս անգամ որոշեցինք, որ կարող ենք միավորել, որպեսզի ծնողները մտավախություն չունենան գալու։ Առաջին 2 ժամը երեխաները կվայելեն, ծնողները ինձ թվում է էլ ավելի կվայելեն, երբ որ երեխաները գրական միջավայրում են եւ այդ 2 օրվա ընթացքում մենք նախապատրաստել ենք 5 գիրք եւ բացի գրքերից նաեւ մանկական ներկայացումներ երազ այգին այս անգամ քանի որ երազ այգում նոր փոփոխություն է տեղի ունեցել ամեն շաբաթ մեկ ներկայացում է լինում եւ մենք որոշեցինք որ պարտադիր կընդգրկենք նաեւ ներկայացումները մանկական փառատոնի ծրագրում բացի դրանից նաեւ երաժշտական շատ հետաքրքիր համարներ են լինելու փորձում ենք ամեն փառատոնին այնպես անել որ ներկայացնենք նաեւ այնպիսի երեխաների տաղանդավոր խմբերի ովքեր որ մեր պոտենցիալ ընթերցողներն են այո իսկապես շատ ճիշտ ներգրավվածություն քիչ առաջ մեր նախորդ հյուրերին դե ասում էի մենք գիտենք թե Նյումեգը իսկապես եւ Նյումեգը գիտի թե ինչ է անում եւ լավ է անում այն ինչ որ անում է պես այս դեպքում նաեւ սա ներգրավված իսկապես սերնդին ճիշտ ճանապարհի վրա մեծացնելու եւ դրան դաստիարակություն տալու համար Նյումեգը ջանք ու երանգ չի խնայում
Գեսո ընկերությունը Նյումեգի գլխավոր գործընկերներից մեկն է, հովանավորներից մեկը, բայց նոր չէ, այսինքն այնպես չէ, որ նոր եք ճանաչում եւ համագործակցում, բայց խնդրեմ պատմել ձեր համագործակցության մասին, ինչպես է որ գրականության կողքին եք։ Մենք իհարկե համագործակցում ենք արդեն վաղուց Նյումեգի հետ Summer Fest-երի շրջանակներում եւ նաեւ մի շարք այլ տարբեր փառատոններ աշխատել ենք բազմիցս եւ այսինքն աշխատանքային փորձի իրար հետ շատ արդեն զուլված ենք իրար հետ։ Մեր գործընկերները մի թիմ ենք մենք, բոլոր փառատոներին կտեսնեք սրտացավ, արդեն այսօրվանից Գեսոյի թիմը երազայգում է, որպեսզի եւ բեմը եւ ձայնային տեխնիկապես ամեն ինչ անի, որ ոչ մի խնդիր չառաջանա։ Դե իսկապես, եթե խոսում ենք փառատոնի մասին, այն պետք է անպայման իսկապես նաև հագեցած լինի տեխնիկապես, որպեսզի յուրաքանչյուր միտք, ասելիք, խոսք, այս դեպքում նաև միջոցառման հստակ վիճակ տեղ հասցվի, եւ դա իսկապես պրոֆեսիոնալ տեխնիկական աշխատանքի շնորհքն է։ Այո, Գոհար, ամառային արձակուրդներ են։ Երեխաները կարծում եմ հենց արդեն արձակուրդների ժամանակ մի փոքր ուզում են խաղալ, ցրվել, այդ դասերից կտրվել, ստիպողաբար նրանց կարծում եմ գրականությանը բերել եւ կցել մի փոքր դժվար է։ Այ ինչպես անել, որ ընթերցանությունը լինի ոչ թե ստիպողաբար, այլ սիրով, հաճույքով, ինչ գրքեր են առանձնացված, որոնք սեր եւ ցանկություն կառաջացնեն երեխաների մեջ։ Սովորաբար Նյումեգում ամեն ինչ լինում է անձնական փորձի վրա, երազմատենաշարը հիմնված է ամբողջությամբ անձնական փորձի վրա։ Մեր երեխաների վրա ենք փորձարկումները կատարում, իրենց բախտը կամ բերել է կամ չի բերել այս դեպքում։ Այս պարագայում միանշանակ բերել է, որովհետև փորձ ունենք նաև մանկական ակումբ, որոնք այդ երեխաները եւ մեր գրքերի թրեյլերներն են ընթերցում եւ գրքերն են ընթերցում։ Երազմանկական մատնաշարը ունի մի հետաքրքիր խորագիր, երբ կարդալը խաղու պար է։ Ինչպես անել, որպեսզի երեխայի համար դառնա խաղու պար կարդալը ու նաև օգտակար խաղ։ Պետք է նախ այդ ցանկացած տարիքային խմբի համար առանձնացնել գրքերը։ Հենց դա էլ արել է Նյումեգը, ցանկացած գիրք, որը որ կտեսնեք մանկական մատենաշարի, ունի իր տարիքային խումբը։ Այսինքն եթե 6 տարեկան է, երբեք պետք չէ նրան տալ, ասել որ շատ խելացի երեխա է, տանք թող կարդա 10 տարեկանի համար նախատեսված, այո, կամ այս դեպքում մեր մուշի տարօրինակ ճամփորդությունը, այն ունի հստակ տարիքային խումբ եւ պետք է երեխային ոչ թե վախեցնել գրքով, գրքի չափ Դրա համար, եթե նրա բառապաշարը թույլ է տալիս ընթերցել մոտավորապես 1000 բառ, դրա համար պետք է 6 տարեկան երեխան կարդա 1000 բառի շրջանակում գիրք։ Ու հենց այդ ամեն ինչը կա, ավելի բարձր տարիքում մինչև 20000 բառ պետք է լինի գրքի մեջ։ Տառաչափը պետք է մեծ լինի, եթե նոր է սկսում տառերը սովորել դպրոցական տարիքում։ Հենց արդեն տառերը նրա համար սովորական են դառնում, փոքրացնում ենք տառաչափը։ Տառատեսակը պետք է ուրիշ լինի, դա էլ ենք փոխել, կոչվում է հեքիաթ տառատեսակ, ամեն ինչ մտածված է, եթե քիչ է նրա բառապաշարը, շատ են նկարները, բացելով նկարները նա արդեն կուզենա կարդա, թե ինչու է կատեն ուզում դառնա պապիկ, մեր նոր գրքի վերնագիրն է, կամ պոետն ու հոտը, բացի դրանից, օրինակ մեր նոր գիրքը, որը կոչվում է պոետն ու հոտը, ինչպես անել, որ երեխային գրավի գիրքը, հիմա հրատարակչությունները միջազգային ողողված են այնպիսի հետաքրքիր առաջարկներով, այո, օրինակ մեր այս գիրքը պետք է երեխան կարդա եւ վերջում փնտրի այն միրգը, որից որ բուրում է այդ միրգը, ու ինքը անպայման վերջում կգտնի դա հպվելով, մատը հպելով այդ մրգին պետք է հերթով գտնի։ Դա բացի դրանից, որ կարդում է, նաև այն տարիքային խմբի համար է նախատեսված, որոնք որ առաջին անգամ կհայտնաբերեն իրենց հոտառությունը կամ կհասկանան, որ կարելի է աշխարհը ճանաչել հոտերով, գույներով։ Ամեն մի գիրք լուծում է մի խնդիր։ Կատեի դեպքում պապիկի եւ մեծ սերունդի հետ կապն է փորձում։ Ունենք հայ գրող Ռուսլան Սաղաբալյանը, որը 7 գալակտիկաների դպրոցն է նախատեսված ավելի բարձր տարիքի համար, բայց նկարազարդումները այնպիսին են, որ երեխան եթե վերցրեց ձեռքը, այդ 150 էջը չի զգալու, կարդալու է, անցնելու է առաջ։ Մի խոսքով ամեն ինչ արվում է, որպեսզի երեխաները կարդան։ Եվ իսկապես խաղը բարի վերածվի։ Այո, դա բիզնես, այլ ասել միտում չունի։ Մենք այնպիսի գրքեր ենք անում, որը որ առաջինը հենց մեր երեխաներն են ընթերցում։ Եվ եթե նրանք չեն հավանում, օրինակ կամի գիրք, ասում են, որ սա շատ բարդ է, մենք արդեն մտածում ենք դրա երկրորդ հատորը հրատարակենք թե ոչ, որովհետև
որովհետև երեխաներն են որոշում այս դեպքում։ Այո, դե ընթերցողները նրանք են եւ հրամայողը նրանք են։ Արձագանքներն էլ նրանցից լսել։ Գևորգ, մեծ փառատոնի ժամանակ նաև շատ են հատվածներ առանձնացված Newmeg Summer Fest-ի ընթացքում, երկու մեծ բեմ, տարբեր մեծ էկրաններ, ինչպես եք ներկայանալու։ Մենք ներկայանում ենք, որոշում ենք ներկայանալ նոր ձևաչափով, քանի որ այս անգամ հենց Newmeg-ի Summer Fest-ը նոր ձևաչափեր իրանից ներառում եւ դա շատ մեծ հետաքրքրեց Keso Production-ին եւ այս անգամ մենք որոշեցինք այլևս չլինել որպես համագործակցող կողմ, որոշեցինք լինել գործընկերներ այսուհետ եւ ստեղծագործել։ Եվ ստեղծագործել, այո։ Եւ տեխնիկապես նոր հագեցվածություն է նաեւ մեզ մոտ եւ նաեւ թիմի, տեխնիկական ազգակազմի մասնագիտական վարկանիշ այնքան է, որ մենք որոշել ենք նոր ձևաչափով ներկայացնել եւ մնացածը ասում եք թողնենք արդեն Այսինքն տեխնիկապես էլ շտոր հանդես լինելու էլի այս դեպքում ամեն առումով ցանկացած կետով փաստորեն դե ինչ ձեզ մաղթում ենք հրաշալի հագեցած օրեր նախ սկսենք այսօրվանից ձեզ լավ տրամադրություն մեծ էներգիա շատ որպեսզի այս երկու օրն էլ աշխատենք ու կարողանանք ավարտին մոտեցնել մեր տարվա ու Newmeg-ի գլխավոր ֆեստը Դե մենք այո մաղթում ենք իսկապես էներգիա, ուժ եւ եռանդ, որպեսզի պատշաճ տեղ հասցնեք, դուք դա անում եք, դրա փորձը ունեք, հրաշալի է ստացվում ձեզ մոտ, այնպես որ հունիսի 21-ին եւ 22-ին Երազայգում Newmeg-ը անցկացնում է Summer Fest։ Բաց չթողնեք, գրական, արվեստոտ եւ լավ երաժշտությամբ համեմված, իհարկե նաեւ գինով ողողված, համեղ եւ հետաքրքիր Summer Fest-ը։ Այո։ Դեպքի մասին։ Newmeg Summer Fest փառատոնի մասին զրուցում ենք Newmeg-ի երազմնական մատենաշարի ղեկավար Գոհար Մանուկյանի եւ փառատոնի գլխավոր գործընկեր Keso Production-ի հիմնադիր տնօրեն Գևորգ Մկրտչյանի հետ։ Փառատոնն այս տարի անցկացվում է գիրգինի ջազ կոնցեպտով Newmeg Summer Fest-ը կներկայանա հունիսի 21-ին եւ 22-ին Երազայգում երեկոյան 5-ից մինչեւ կեսգիշեր։ Այո, երեկոյան 5-ին կլինի մանկական ծրագիր, երաժշտական ու պարային համույթներ, հանդիպում հայ հայտնի մանկագրի հետ 5 նոր գրքի շնորհանդես։ Երեկոյան 7-ին արդեն կսկսվի մեծերի համար նախատեսված գիր, գինի, ջազ հատվածը։ Բաց չթողնեք հանգստյան օրերը չափազանց հետաքրքիր անցկացնելու այս ֆանտաստիկ հնարավորությունը։ Դե հետաքրքիր ու սպասված փառատոնի մասին մեր զրույցներից հետո շարունակում ենք հագեցած եթերը։ Իհարկե զրույցներ դեռ ունենք։ Այո, հաջորդիվ ինչպես ասել էինք, խոսելու ենք Երևանի Պետական Համալսարանի շուկայագիտություն մագիստրոսական կրթական ծրագրի մասին, բայց իհարկե մինչ անցնելը մեր այդ ոչ պակաս հագեցած շարունակության ընթացքին, կարծում եմ այս բույրը արդեն հասել է ձեզ նաև։ Մենք չենք կարող էլ դիմանալ, միանանք սաթին, տեսնենք թե ինչ է ներկայացում, ինչ ընթացքի մեջ է սաթ։ Գրեթե պատրաստ է հայկական ոճով բուրիտոները, մեքսիկական, ինչու հայկական, որովհետև լավաշ եմ օգտագործում, իսկ արդեն միջուկը պատրաստ է, բոլորը պատրաստվել եմ, ընդամենը մեկն եմ թողել, որպեսզի անզեն աչքով տեսնեք, ախորժակը բացվի եւ դուք էլ անպայման պատրաստ եք։ Հարկավոր է հավի կրծքամիսը ի դեպ կարող եք փոխարինել տավարի մսով, ես սա ցույց տամ, դեռ չեմ տրորել, իսկ սա արդեն տրորած վիճակն է, ավելացրել եմ այստեղ խաշած նախապես բրինձը, բավականին կծվություն կա, որպեսզի այդ շունչը, ոգին, գունային գաման տեղափոխվի այստեղ Արմենիա հեռուստաընկերության Բարիլուսյան եթեր, բուլղարական պղպեղ, դեղին գույնն եմ օգտագործել, իհարկե լավաշի փոխարեն կարող եք շատ հանգիստ տորտիլա օգտագործել, որը ավելի ճիշտ կլինի։ Եվ ամբողջական փաթաթում եմ, նման տապակի վրա դնում եմ, տափակացնում եմ, արդյունքը այսպիսին է։ Սա իմ կողմից առաջարկված բուրիտոներն են, հայկական ոճով ինչպես նշեցի, եւ իհարկե առաջարկում եմ Աթենքի կողմից առաջարկված սարդելկաները, որոնք պատրաստի են, նախապես պետք է պարզապես խաշել։ Աթենք մսամթերքը կարևորելով բացառապես բարձր որակն ու շարունակելով լավագույն ավանդույթներն առաջարկում է սարդելկաներ, որոնք սերունդներին հիշեցնում են մանկության անմոռանալի համերը։ Աթենք մսամթերքը հոգացել է դեր մասին եւ կարևորելով ժամանակն ու միաժամանակ համեղուտելը, հիշեք, որ սարդելկան, ինչպես նշեցի, արդեն պատրաստի է, ուտելուց առաջ անհրաժեշտ է պարզապես տաքացնել։ Իդեպ գիտեիք, որ Խորհրդային Միությունում սարդելկան լայն տարածում ուներ հենց արագ, հեշտ պատրաստվելու հատկության շնորհիվ։ Ինձ մնում է տաքացնեմ նաև բուրիտոն, հայկական ոճով իմ ձեռքով պատրաստած, այս մեկ պատառն էլ ավելացնեմ այստեղ եւ եթերի վերջում իհարկե մենք հագեցած գնում ենք տուն։ Շատ արագ խոսքս փոխանցում եմ գործընկերներից, որպեսզի նրանք դեռ շարունակեն, որովհետեւ այսօր ինչպես
հագեցած եթերը։ Անահիտ, Արման, խոսքը դերն է։ Շնորհակալություն Սաթ, հարգելի հեռուստադիտողներ, հաճելի նորություն ունենք ձեզ համար 2025-ը Tonian's Family Company-ի համար հոբելյանական տարի է, քանի որ բոլորիս կողմից արդեն սիրված Զալատոյե Տեստա ապրանքանիշը 20 տարեկան է։ Եվ համաձայնիր մենք կօգնենք որակով կարգախոսին, արդեն 20 տարի է, ինչ որակը բարձր պահելով մեզ հնարավորություն է տալիս խոհանոցում անկաշկանդ ստեղծագործել եւ յուրաքանչյուր ուտես դարձնել ել ավելի համեղ եւ յուրահատուկ։ Դե իհարկե Սաթենիկն էլ ամեն առավոտ պատրաստելով այս յուրահատուկ համեմունքներով մեր ուտեստերին տալիս է անկրկնելի համային երանգներ։ Ընդգծենք եւ առանձնակի կարեւորությամբ նշենք, որ ընկերությունը արտադրությունն ու փաթեթավորումը իրականացվում է այստեղ Հայաստանում եւ իդեպ բացի համեմունքներից առաջարկվում է նաեւ կրուպեղենի մեծ տեսականի Մասիս ապրանքանիշով։ Այժմ առաջարկում ենք կարճատև գովազդով ընդմիջել, այնուհետեւ վերադառնալ մեր հագեցած ընթացքին գովազդ։ Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ եւ այսպես շուկայագիտություն մագիստրոսական կրթական ծրագիրը Երևանի Պետական Համալսարանի տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի կառավարման եւ գործարարության ամբիոնի մագիստրոսական կրթական ծրագրերից է, որը գործում է արկա եւ հեռակա ուսուցման համակարգերում։ Տարիներ շարունակ այն դարձել է կրթական ծրագրերի համար կարեւոր նշաձող, մշտապես քայլելով ժամանակին համահունչ եւ իհարկե փոխանցելով ամենապահանջված մագիստրոսություններ, մասնագիտություններից մեկը։ Այս ամենի մասին իհարկե մենք կխոսենք մեր հյուրի հետ կրթական ծրագրի բոլոր կարևոր մանրամասնությունների մասին խոսելու, ոչ մի հարց չի ունենա, կունենա իհարկե ցանկացած հարց իր պատասխանը եւ այսպես տաղավարում է Պետական Համալսարանի տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի կառավարման եւ գործարարության ամբիոնի վարիչ շուկայագիտություն մագիստրոսական ծրագրի ղեկավար Աննա Հակոբյանյանը։ Բարի առավոտ, սիրելի Աննա, բարի լույս։ Շնորհակալություն հյուրընկալվելու համար, շատ կարևոր թեմայի ենք այսօր անդրադառնալու, շատ պահանջված արդիական մասնագիտություն է, որն ունի մագիստրոսական ծրագիր։ Խոսենք շուկայագիտության մասին, ինչ է իրենց ներկայացնում։ Սիրով, բարի առավոտ, նախ շնորհակալ եմ հրավերի եւ նաեւ հնարավորության համար, որ Արմենիա հեռուստաընկերության Բարի լույս ծրագրի հաղորդաշարում կարող եմ ներկայացնել շուկայագիտություն, մարքեթինգ մագիստրոսական ծրագիրը, որը գործում է Երևանի Պետական Համալսարանում, տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետում եւ այն համարվում է կառավարման եւ գործարարության ամբիոնի մագիստրոսական կրթական ծրագրերից մեկը։ Ընդհանուր ներկայացնեմ, որ ծրագիրը մեկնարկել է 2022 թվականից, այն կարելի է համարել Երևանի Պետական Համալսարանի երիտասարդ, միևնույն ժամանակ հաջողված կրթական ծրագրերից մեկը, հաջողված այն իմաստով, որ դրա հիմքում ընկած է երկար, հետևողական եւ կառուցողական աշխատանք, որը տարվում է ուսանողների հետ, որը տարվում է պոտենցիալ դիմորդների հետ, որը տարվում է պրոֆեսորադասախոսական կազմի եւ նաեւ գործընկերների հետ համատեղ։ Որն է այս ծրագրի հիմնական նպատակը եւ ինչ առավելություններ է տալիս այս ծրագիրը հատկապես։ Շատ լավ, նպատակը հստակ էր ի սկզբանե, նպատակը կիրառական գիտելիքի փոխանցումն է։ Այսինքն ծրագրի շրջանակում մենք նպատակ ունենք մասնագիտական մտածողության, պրակտիկ հմտությունների եւ գիտելիքների փոխանցումը իրականացնել։ Ինչպես է սա տեղի ունենում։ Տեղի է ունենում այն ամենի հաշվին, թե ինչ խնդիրներ ենք մենք ձևակերպել այդ նպատակին հասնելու ճանապարհին եւ այն պայմանավորված է որոշ ձեռքբերումներով, որոնք մենք ունեցել ենք այս տարիների ընթացքում, սիրով եթերից ձեզ հետ կկիսվեմ դրանց մասին։ Նախ կուզենայի առանձնացնել, որ ծրագրի հաջողության հիմքում ընկած է այն քաղաքականությունը, որը որդեգրել է Երևանի Պետական Համալսարանը, եւ մենք կարողանում ենք այդ քաղաքականության շրջանակում իրականացնել այն բոլոր միջոցառումները եւ նախաձեռնությունները, որոնք ծառայելու են ի նպաստ իշահ ծրագրի արդյունավետության բարձրացմանը։ Առաջին հորիզոնականում ես կնշեմ ճկունությունը։ Կրթական ծրագիրը ճկուն լինելու մեծ հնարավորություններ ունի, նորից կնշեմ Երևանի Պետական Համալսարանի որդեգրած քաղաքականության շրջանակում։ Այն դրսևորվում է հետևյալ առումներով, որ նախ մենք յուրաքանչյուր հաջորդ ուսումնական տարվա համար հնարավորություն ունենք վերանայելու կրթական ծրագիրը, ինչպես դասընթացների բովանդակության առումով,
այնպես էլ դասընթացների կշռի առումով, այսինքն ինչ դասընթացներ ենք մենք ներառելու կրթական ծրագրում, ինչ փոփոխություններ կարող ենք իրականացնել։ Շարունակեք։ Եվ իրականում այս փոփոխությունների հիմքում առավելապես ընկած է միջազգային փորձի ուսումնասիրությունը։ Մենք մշտապես ուսումնասիրում ենք աշխարհի առաջատար համալսարանների փորձը եւ փորձում ենք ծրագրում տեղայնացնել այն հիմնական առանձնահատկությունները եւ ուղղությունները, որոնք աշխարհում տեղի են ունենում։ Սրանից անմասն չենք կարող մնալ, որովհետեւ Երևանի պետական համալսարանի ռազմավարական նպատակների շարքում է կրթական ծառայությունների միջազգայնացումը։ Նշեմ նաև, որ այս փուլում շուկայագիտություն մարքեթինգ մագիստրոսական ծրագիրը անցնում է միջազգային հավատարմագրում։ Գործընթացները հաջողությամբ կազմակերպելու արդյունքում մենք մեծ հեղինակություն եւ վարկանիշ ունեցող գերմանական FIBA ընկերության կողմից կստանանք միջազգային հավատարմագրում։ Դրա նախապայմանները կան, քանի որ ֆակուլտետում նախապատրաստական աշխատանքներ արդեն տարիների ընթացքում իրականացվել են։ Ուսանողները նաև բիզնես խնդիրների հետ են, չէ՞, առնչվելու։ Թիմային համագործակցություն լինում է, դրա ուսուցումը տրվում է ուսանողներին։ Այս ուսումնառության process-ն է հետաքրքիր ինչպես։ Շատ լավ, դա շատ կարևոր է։ Իրականում, երբ որ ես նախանշեցի, որ մեր ձեռքբերումների եւ հաջողությունների հիմքում ընկած է այն քաղաքականությունը, որի շրջանակում մենք աշխատում ենք, այստեղ մենք աջակցություն ունենք նաեւ ֆակուլտետում տեղի ունեցող գործընթացների, մասնավորապես ֆակուլտետի ղեկավար կազմի աջակցությունն ունենք այն իմաստով, որ մենք կազմակերպման գործընթացում որոշակի առանձնահատուկ դրսևորումներ ունենք, որը բնականաբար չի խախտում ԵՊՀ-ի կանոնադրությունը եւ սահմանված ներքին իրավական ակտերը։ Դասընթացները մենք կազմակերպում ենք երրորդ հերթով երեկոյան ժամերին, այն տրամաբանությամբ, որ մեր բոլոր ուսանողները մագիստրոսական ծրագրերի աշխատում են եւ նրանք հնարավորություն ունեն միաժամանակ եւ սովորելու եւ աշխատելու։ Դասընթացները սկսվում են 17:40 ամեն աշխատանքային օր առկա ուսուցման համակարգում եւ տևում են մինչեւ 20:40։ Սա մեր ձեռքբերումների շարքում է, որի արդյունքում մենք կարողացանք ունենալ մեծ թվով պոտենցիալ դիմորդներ։ Մյուս առանձնահատկությունը, որը նորից մեր հաջողությունների հիմքում է ընկած, դա հրավիրյալ մասնագետների ներգրավվածությունն է կրթական ծրագրում, այսինքն ոլորտային մասնագետների մասին է խոսքը, որոնք համատեղության հիմքով դասավանդում են մագիստրոսական կրթական ծրագրում, վարում են որոշակի մասնագիտացված դասընթացներ եւ օգտվելով առիթից նաեւ շնորհակալություն հայտնեմ այդ մարդկանց, ովքեր իրենց բազմազբաղ առօրյայից ժամանակ են հատկացնում կրթական համակարգում իրենց ներդրումը ունենալու, մասնավորապես Վրույր Օգանյանին, Կարեն Մաթոսյանին, Վահրամ Գերմանյանին, ովքեր մարքեթինգային կազմակերպությունների հիմնադիր ղեկավարներ են, Մարիանա Մադոյանին, Հայկանուշ Այվասյանին։ Ճիշտ հասկացանք, դրանք հրավիրյալ պրոֆեսորներ են։ Այո, այսինքն իրենք ծրագրով են գալիս։ Ոչ, դեռևս դրան կանդրադառնամ, իրենք ունեն դասընթացներ ուսումնական պլանի շրջանակում, որպես դասախոսներ, այո, իրենք վարում են առանձին դասընթացներ, սա շատ կարևոր է եւ շատ մեծ հեղինակություն բերեց ծրագրին, որ մենք կարողացանք նման մասնագետների ներգրավել եւ իրենք մեր ձևավորած արժեշղթային մի մասն են կազմում, քանի որ մեր համագործակցությունը դրանով միայն չի ավարտվում։ Մենք շարունակում ենք կնքել այդ եւ նաեւ հետագայում այս հետ համագործակցող մասնագետների հետ պրակտիկայի պայմանագրեր, թեև Երևանի պետական համալսարանը մի շարք ընկերությունների հետ պետական եւ մասնավոր հատվածի ունի կնքված պայմանագրեր, որտեղ որ մեր ուսանողները կարողանում են անցնել պրակտիկա, բայց մենք նաեւ մեր գործընկերների հետ ենք այս համագործակցությունը կազմակերպում, որը հնարավորություն է տալիս մեր շուկայագիտություն մարքեթինգ մագիստրոսական ծրագրի ուսանողներին անցնել մասնագիտական պրակտիկա որոշակի կոնկրետ ծրագրով եւ իրենց պրակտիկայի վայրում կատարած հետազոտության արդյունքները դրվում են մագիստրոսական թեզի հիմքում։ Իսկապես պրակտիկան շատ կարևոր հիմնային կետերից մեկն է, իսկապես հստակ։ Առաջարկում այս բային փոքրիկ տեսանյութ ունենք, դիտենք դա, այնուհետև վերադառնանք եւ խոսենք առկա եւ հեռակա ուսուցման մասին։ Սիրով։
Սիրելի երուսադիտողներ, կրթությունը իսկապես շատ կարևոր է, երբ քեզ օգնում են, որ ավելի ընկղմվես կրթության մեջ եւ ավելի հեշտ ընկալես այն, ինչ սովորում ես, հատկապես երբ դարի պահանջված մասնագիտության, մարքեթինգի, այսինքն շուկայագիտության մասին է խոսքը։ Տեսեք, հնարավոր է, որ մեզ դիտում են այս պահին շատ նախկին ուսանողներ, ովքեր որ արդեն ավարտել են բուհը, բայց այլ մասնագիտությամբ հիմա տեսնում են, լսում են մեզ եւ երևի ցանկություն են հայտնում այս դեպքում լինել դիմորդ եւ մագիստրոսական կրթական ծրագիր անցնել։ Ինչպես կարող են դիմել մարդիկ, ովքեր որ արդեն ավարտել են եւ այլ մասնագիտություն ունեն եւ ինչպիսի քննություններ պետք է հանձնեն, ինչ իհարկե կվերադառնանք արդեն արկա եւ հեռակա եւ արդեն միջ մասնագիտական դասապրոցեսին։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցի համար։ Իսկապես շատ կարևոր է հարցադրումը եւ մենք արդեն նախապես միջև կազմակերպական աշխատանքները սկսելը ծրագրի հիմնադրման հետ կապված մի շարք հարցերի շուրջ ֆակուլտետում մտածել ենք եւ սա նաեւ կարևոր հարց էր, թե ինչ պայմաններով ենք ընդունելությունը կազմակերպելու։ Ես մի փոքրիկ պատմական ակնարկ կանեմ այն իմաստով, որ այս մասնագիտությունը շատ պահանջված է աշխատանքի շուկայում եւ մի շարք հետազոտություններ ու կանխատեսումներ վկայում են այն մասին, որ այն շարունակելու է պահանջված լինել նաեւ ապագայում այն իմաստով, որ մարքետոլոգները բիզնեսի շարժիչ ուժերն են։ Այդպես է։ Այո, որովհետեւ իրենք են կազմակերպում այն գործողությունների շրջանակը, որոնց հիման վրա կարելի է ներկայացնել պրոդուկտները, կարելի է դիրքավորվել շուկայում, կարելի է հասկանալ սպառողների նախասիրությունները, կարելի է նոր շուկաներ դուրս գալ, կարելի է նպատակային լսարան որոշել եւ իրականում այս գործառույթները կատարում է հենց մարքետոլոգը։ Մի կարևոր հանգամանք էլ ես նշեմ, որ մենք շատ ամուր նաեւ կառավարման հմտություններ ենք սովորեցնում, որովհետեւ շուկայագիտություն ծրագիրը միտված է ոչ թե նրան, որ սովորողները առանձին կոնկրետ գործիքներ կիրառեն, որը այսօր շուկայում շատ տարածված է եւ աղավաղված նաև այն իմաստով, որ ասենք սոցիալական մեդիաների հետ աշխատանք կատարել է դա մարքեթինգ է, գովաստ կազմակերպել է դա մարքեթինգ է, մարքեթինգը իրականում շատ ավելի լայն է։ Մարքեթինգը պահանջում է մտածողություն եւ մենք նպատակ ունենք մեր սովորողների մոտ ձևավորել հենց մասնագիտական մտածողություն։ Այս իմաստով կներեք, այս իմաստով շատ կարևոր է, որ մասնագետները իրապես կարողանան շրջահայաց լինել եւ կարողանան նաեւ կայացնել որոշումներ, որոնց համար իրենք ապագայում պատասխանատվություն են կրում։ Շուկայում կան բազմաթիվ չհաջողված օրինակներ նաեւ այս ոլորտում, որովհետեւ մարքեթինգային միջոցառումները իրենք մեծ բյուջե են պահանջում եւ պետք է կարողանալ այդ միջոցները ճիշտ կառավարել, որպեսզի ճիշտ ռազմավարություն է պետք, որպեսզի այդ գումարները անիմաստ չվատնվի եւ գործատուն այս դեպքում կամ հիմնադիրը ընկերության գոհ լինի քո կատարած շուկայագիտական գիտելիքներից եւ փորձից։ Դե խոսենք արկա եւ հեռակա վիճակների մասին, ինչպես է այս ամենը տեղի ունենում մագիստրոսական կրթական ծրագրում։ Մենք կազմակերպում ենք ընդունելությունը եւ արկա եւ հեռակա ուսուցման համակարգերում, նշեմ, որ հիմնադրման պահից եւ արկա եւ հեռակա ուսուցման համակարգում մեր ծրագրերը համալրվել են, այսինքն կայացել են։ Եվ ընդունելության կարգը բնականաբար տեղի է ունենում, կազմակերպվում է Երևանի պետական համալսարանի ընդունելության կարգին համապատասխան։
ամբողջ տեղեկատվությունը ծրագրի վերաբերյալ նախ նշեմ, որ կայքում տեղադրված է եւ ցանկացած հետաքրքրված անձ կարող է համապարփակ տեղեկատվություն ստանալ ԵՊՀ պաշտոնական կայքեջից, որտեղ որ ներկայացվում են ծրագրերն առանձին։ Ընդունելության պայմաններից սկսած, որտեղ տեղադրված է ժամկետները, հարցաշարը, համապատասխան գրականությունը, փաստաթղթերի հանձնման առանձնահատկությունները եւ այլն։ Արկա ուսուցման համակարգում մենք այս պահին դիմումների ընդունման փուլում ենք, երկու հայտով է կազմակերպվում, երկու փուլով է կազմակերպվում ընդունելությունը, առաջին փուլը հիմա արդեն բաց է, բաց է այն հունիսի 2-ից եւ բաց կլինի մինչեւ հունիսի 27-ն ընկած ժամանակահատվածում, քննության օրը լինելու է հուլիսի 2-ը, որ քննությունը կազմակերպվում է ֆակուլտետում գրավոր եւ բանավոր մոտեցմամբ։ Այսինքն մենք համապատասխան հարցատոմսի շրջանակում ուսումնասիրում ենք դիմորդի, պոտենցիալ դիմորդի գիտելիքը, ստուգում ենք այն եւ հարցազրույցի ժամանակ փորձում ենք հասկանալ այն հիմնական շարժառիթները, որովհետեւ դա շատ կարեւոր է, այն հիմնական շարժառիթները, թե ինքը ինչի համար է դիմում ծրագրին, ինչ մտածողություն ունի, մարքեթինգում կարևոր է ստեղծարարությունը, նորարարությունը, ինչպես նաև ռացիոնալ դատողությունը։ Իրականում սա ծրագիրը եւ մասնագիտությունը դարձնում է շատ գրավիչ եւ շատ հետաքրքիր ու պահանջված։ Պահանջված է իսկապես մասնագիտությունը եւ մեր զրույցի որպես ամփոփում ես վստահ եմ ինչքան հետաքրքրվածներ են այս պահին լսում, որովհետեւ իսկապես ես էլ կուզեի մարքեթինգում գիտելիքներ ունենալ, որովհետեւ արդի մասնագիտության մասին ենք խոսում։ Հետաքրքիր մասնագիտություն է նախ մարդկային հետշփման, որպես ամփոփում Տիկին Հակոբյանյան, ընդհանրապես հետևում եք վիճակագրությանը, որքանով են պահանջված դառնում մագիստրոսական կրթական ծրագրի շրջանավարտներն արդեն դաշտում, ոլորտում, ինչքանով են պահանջված լինում, ինչպիսի հաջողություններ են ունենում, հետևում եք վիճակագրությանը թե չէ, ինչ ճակատագիր են ունենում ձեր շրջանավարտները այս կրթական ծրագրից հետո։ Շատ լավ, շատ հետաքրքիր էր ու կարևոր հարց էր, որը մեր ուշադրության կենտրոնում է եւ մենք միշտ մշտադիտարկման տակ ենք պահում այս հարցը, քանի որ մեր կատարած աշխատանքը ինքնանպատակ չէ, մենք ձգտում ենք, որպեսզի այն լինի արդյունավետ եւ մենք ունենանք շոշափելի արդյունք։ Եթե կարճ խոսեմ, բացի այն, որ կոնկրետ նաև վիճակագրություն կբերեմ, մեր շրջանավարտների ես նախորդ 2 տարվա մասին կխոսեմ, որը վաղ անցյալում չէ, մի քանիսը արդեն ունեն իրենց հիմնադրած կազմակերպությունները մարքեթինգային եւ այս պահի դրությամբ արդեն խոշոր ընկերությունների պատվերներ են կատարում, ինչը շատ ողջունելի է, շատ կարեւոր է եւ սա կարելի է նաեւ որպես ձեռքբերում, որպես հաղթանակ մատնանշել։ Մեր շրջանավարտներից շատերը կազմակերպությունների, խոշոր կազմակերպությունների մարքեթինգային բաժիններ են ղեկավարում։ Սա նույնպես ձեռքբերում է, հաջողություն է, որը որ ծրագրին մեծ առավելություններ է տալիս եւ որպես հաղորդակցման ուղի մենք այդ ուսանողների հետ, արդեն շրջանավարտների հետ մշտապես կապի մեջ ենք։ Որպես հաջողակ պատմություն, success story, ինչպես ասում։ Անպայման եւ ես արդեն պլանավորում եմ, որ հաջորդ տարի այդ շրջանավարտները կլինեն մեր լսարաններում որպես բանախոսներ եւ կկիսվեն ոլորտում ունեցած իրենց փորձառությամբ։ Եվ հաջորդը, ինչը որ կարևոր է, մենք ինչպես ես նշեցի, մեր բոլոր ուսանողները գրեթե ունեն աշխատանք։ Այսինքն մագիստրոսական ծրագիր հիմնականում իրենք գալիս են, երբ որ զբաղված են նաև աշխատավայրում։ Բայց ինչն է կարևոր մարքեթինգում եւ վիճակագրությունը այս առումով շատ հետաքրքիր է ու շատ ուրախեցնող եւ նաեւ հուսադրող, որ այն մարդիկ, այն ուսանողները, ովքեր որ ունեն զբաղվածություն ոչ մասնագիտական ոլորտում, իրենք արդեն դիտարկում են մարքեթինգը եւ այս հարցում մենք իրենց աջակցում ենք, որովհետեւ մեր ծրագիրը նաեւ հաղորդակցման հարթակ է կապերի ձևավորման։ Սա շատ կարևոր է։ Ես չանդրադարձա մեր վարպետության դասերին եւ արտալսարանային դասերին, սա ծրագրում ավանդույթային է դարձել։ Այս իմաստով ես փոքրիկ վիճակագրություն բերեմ, մենք յուրաքանչյուր կիսամյակի կտրվածքով մոտ 10-ից 12 վարպետության դաս ենք կազմակերպում եւ առիթից օգտվելով նաեւ շնորհակալություն հայտնեմ այն մասնագետներին, որոնք կիսվում են մեր լսարաններում արդեն մեկ առանձին կոնկրետ թեմայի շրջանակում, դա Աստղիկ Սահակյանն է, Տաթև Բեյբուրցյանն է,
Աննա Մարի Սարգսյանն է, Անիկ Յուրեղյանն է, որ մեզ հետ համագործակցում է նաև որպես ծրագրի արտաքին փորձագետ, եւ այս մարդիկ ու մի շարք նաև շատ մասնագետներ հյուրընկալում են մեզ եւ վարպետության դասի շրջանակում կիսվում։ Շատ շնորհակալություն, իհարկե թեման շատ ծավալուն է մեր եթերաժամանակը ցավոք սուղ է, այո։ Շնորհակալություն ձեզ, մաղթում ենք անսահման էներգիա, մեծ եռանդ, լավ ուսանողներ եւ դիմորդներ։ Եվ իհարկե հետաքրքրվածները եւս այս պահին միանշանակ ունեն հնարավորություն Երևանի պետական համալսարանում անցնել մագիստրոսական կրթական ծրագիր, որը իսկապես դաշտում ապահովում է պահանջված մասնագետներով եւ լավ աշխատանքով։ Շնորհակալություն։ Ձեզ եմ շնորհակալ հրավերը կատարելու կազմակերպելու համար եւ ծրագրում հյուրընկալվելու համար։ Շնորհակալություն, հաջողություններ։ Ձեզ լավ օր։ Այս պահին կարճատև գովազդ։ Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ եւ այսպես հիմա շատ ճիշտ ժամանակն է արման, որպեսզի դիտենք վարպետը եւ Մարգարիտան խորագիր այսօր 5 շաբթի է։ Խորագրի գործընկերը էքստերիեր խանութ սրահների ցանցն է, որն ամեն բան անում է վերանորոգում է հետաքրքիր ու ստեղծագործ աշխատանքի վերածելու համար։ Ամեն 5 շաբթի Մարգարիտան էքստերիերի մասնագետի հետ բացահայտում է վերանորոգման առնչվող յուրաքանչյուր մանրուք լամինատե հատակներից մինչև վերանորոգման դեկորատիվ լուծումներ։ Իսկ հիմա խոսքը սիրով փոխանցում ենք Մարգարիտային։ Բարի լույս Մարգարիտա, դուք ուղիղ եթերում եք։ Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, այսօր խոսելու ենք մի թեմայի շուրջ, որն անպայման պետք կգա բոլոր նրանց, ովքեր վերանորոգում են տունը կամ պարզապես ցանկանում են թարմացնել միջսենյակային դռները։ Թեմայի շուրջ զրուցելու ենք էքստերիեր խանութ սրահների ցանցի փորձառու մասնագետ, կատեգորիայի մենեջեր Գրիշա Սահինյանի հետ։ Ողջույն Գրիշա։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար, շատ հաճելի է գտնվել ձեր տաղավարում։ Գրիշա ջան, սկսենք առաջին հերթին ամենակարևոր հարցից։ Վերանորոգման ժամանակ ինչպես ճիշտ ընտրել միջսենյակային դռներ եւ որն են այն կարևոր բաները, որին պետք է ուշադրություն դարձնել։ Շատ լավ հարց էր Մարգարիտա ջան, միջսենյակային դուռ ընտրելու ժամանակ շատ կարևոր է հաշվի առնել տան ինտերիերը եւ թե ինչ նշանակության տարածքի համար է օգտագործվելու այն ննջասենյակի, թե խոհանոցի կամ սանհանգույցի։ Ննջասենյակի դեպքում այն ապահովում է անձնական տարածք, մինչդեռ սանհանգույցի եւ խոհանոցի դեպքում պետք է լինի խոնավակայուն դուռ։ Եթե տանը կան երեխաներ, պետք է հաշվի առնել, որ նաեւ դուռը պետք է լինի հարվածակայուն եւ քերծվածքակայուն։ Իսկ ինչ նյութերից են պատրաստվում ժամանակակից միջսենյակային դռները, վստահ եմ տանտիրուհիներին հետաքրքրում է ինչքան երկար կծառայեն դրանք։ Exterior Group ընկերությունում ներկայացված են Ուբերտուրը եւ Esvedor սապրանքանիշի դռները, որոնք կազմված են փայտի եւ MDF-ի համադրությունից, որոնք պատված են տարբեր ծածկույթներով՝ քերծվածքակայուն, խոնավակայուն եւ հարվածակայուն։ Ինչպես նաեւ պաշտպանում են դուռը ուլտրամանուշակագույն ճառագայթներից, այսինքն տարիների ընթացքում դուռը իր արտաքին տեսքը չի փոխում, անգամ ամենաարևոտ սենյակում։ Շատ լավ, իսկ ոճային առումով ինչ է առաջարկում էքստերիերը։ Ոճային առումով Exterior Group-ը առաջարկում է շատ լայն լուծումներ, սկսած դասական փայտային ոճերից մինչև ժամանակակից մինիմալիստական ոճեր։ Ունենք ամենատարբեր տեքստուրաների դռները, որոնք ապահովում են տան ինտերիերը ըստ հաճախորդի նախասիրությունների եւ ըստ հաճախորդի տան ինտերիերի։ Շատ հաճախ լսում ենք հաճախորդից, երբ գալիս են գնումներ կատարելու եւ ասում են՝ այ հետ ծես դուռը նախատեսված է մեր հյուրասենյակի համար։ Իսկ բացի միջսենյակային դուռը ընտրելը, ուրիշ ինչ դետալների վրա պետք է ուշադրություն դարձնել։ Exterior Group-ը բացի դռներից առաջարկում է նաեւ աքսեսուարներ, որոնք նախատեսված են դռների համար, բռնակներ, փականներ, դեկորատիվ էլեմենտներ, ծխնիներ, ամենատարբեր լուծումներով, գունային առաջարկներով։ Շատ կարեւոր է ամեն դրան հետ ընտրել համապատասխան աքսեսուարները։ Եվ մի շատ կարևոր հարց եւս, ինչ սխալներ են մարդիկ հաճախանում դուռ ընտրելիս, ինչի վրա է պետք ավելի շատ ուշադրություն դարձնել։ Շատ հաճախ մարդիկ ընտրում են ամենամատչելի տարբերակը միշտ չէ, որ ամենալավ լուծումն է դուռը ընտրելուց, դուռը ընտրելիս պետք է հաշվի առնել, որ այն ծառայելու է երկարաժամկետ եւ այն տան այցեքարտն է։ Exterior Group-ի փորձառու մասնագետները անգամ ամենակմահաճ հաճախորդին պատրաստ են օգնել ճիշտ ընտրություն կատարելու հարցում։ Շատ լավ, իսկ ինչ խորհուրդ կտաք բոլոր այն հաճախորդներին, ովքեր դեռ չեն կողմնորոշվել ընտրության հարցում։
Ընտրության հարցում ճիշտ կողմնորոշվելու համար ամենակարևոր գործոններից է ընտրել ճիշտ տուր, երկարաժամկետ լուծում տալու համար իրենց տան ինտերիերին, ապահովելու ինտերիերի գեղեցկությունը եւ հարմարավետությունը, որում նրանց կօգնեն Exterior Group-ի փորձառու մասնագետները իրենց խորհրդատվությամբ։ Գրիշա ջան, շնորհակալ եմ ինֆորմատիվ եւ օգտակար զրույցի համար։ Սիրելի հեռուստադիտողներ, վերանորոգում պլանավորելիս անպայման այցելեք Exterior խանութ սրահների ցանց։ Դուք այնտեղ կգտնեք միջսենյակային դռների մեծ ընտրանի, SV Door եւ Uber Tour ապրանքանիշներից բոլոր անհրաժեշտ աքսեսուարներով։ Վստահ եղեք, որ ճիշտ ընտրություն եք կատարում։ Ընտրեք որակյալ դռներ եւ ապրեք գեղեցիկ միջավայրում։ Կհանդիպենք։ Մենք վերադարձանք տրամաբանական ավարտի դեմքերով այս պահին, մեր դեմքին գրված է, որ մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս սիրելի հեռուստադիտողներ, բայց իհարկե անպայման ցուցադրելով նախաճաշի վերջնական տեսքը, որը հրաշալի է անում Սաթենիկը։ Եթերի ընթացքում ես հասցրեցի տեղափոխվել Մեքսիկա, պատրաստել բուրիտո, պատառը վերցնել, իհարկե ես կարող էի զարդարել, բայց այնքան համեղ է ստացվել, որ զարդարանքի կարիք չունի։ Այո, արտաքինից պատառներ են հիշեցնում, բայց մեջը այնքան կրակոտ է, այնքան կրքոտ է, այս բուրիտիները իմ ձեռքով պատրաստված ավանդական լավաշով։ Պարզապես մնում է, որպեսզի դուք հասցնել Facebook-յան էջում մենք տեղադրում ենք գերհայեցած եթերի ընթացքում հասցրել են պատրաստել պատառները, հասցրել ենք նույնիսկ վայելել։ Դուք էլ պատրաստեք, վայելեք։ Ձեզնից շատ շնորհակալ ենք, որ ձեր օրը սկսում եք մեզ հետ։ Մենք ձեզ շատ սիրում ենք։ Կհանդիպենք վաղը։ Հաջողություն։ Շնորհակալություն, իսկապես շատ համեղ պատառներ է ստացել Սաթենիկը, մենք ես արդեն փորձել եմ մի անգամ, այո, ես փորձեցի, իհարկե, եւ իսկապես այդ կրակոտ կծկությունը պարուրեց հոգիս եւ միտքս։ Շուտով ինձ էլ կպարորի։ Ձեզ մաղթում ենք լավ դրական էներգիայով, ժպիտներով հագեցած օր։ Սիրում ենք ձեզ, լավ մնացեք։ Հաջողություն։